Մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղություն եւ մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք այդ հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Եվ մենք կներեք էլի ձեր նկատմամբ ունեցած հոգատարությունն է, ես պատասխանում եմ պարոն Բեգլարյան ձեր հարցին։ Մենք մեզ թույլ չենք տա ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահել հազար ներողություն այդ բառի համար պատանդի կարգավիճակում։ Գիտեք, ես ծնունդով Իջևանից եմ։ Իջևանի շրջանի բնակչության մի շատ զգալի տոկոսը 200 տարի առաջ Ղարաբաղից եկած մարդիկ են։ Իրանք չունեն երկքաղաքացիություն, իրանք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իրանք ապրում են, իրանք իրանց հիշողությունը ունեն, բայց իրանք ապրում են, տնավորվել են, այսօր սահմանամերձ շատ գյուղերում 16 միլիոնի ծրագրից են օգտվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես մի նախադասություն կա, ես անկեղծ ասած ես կարծում եմ ամենակարևոր բանը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է անի ձեր նկատմամբ, այդ ազնիվ ուղիղ շիտակ մոտեցումն է եւ շիտակ մոտեցումը։ Եվ ես նաև ուզում եմ ասել, որ հետահայաց ես հիմա հասկանալիորեն մեր անցած պատմության մասին շատ եմ մտածում, հետահայաց մտածում եմ, որ ձեր նկատմամբ միշտ մենք ունեցել ենք անկեղծության եւ ազնվության պակաս Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ես նոր ասում եմ, որ մենք չենք ուզում ձեզ Հայաստանի Հանրապետությունում պահենք պատանդի կարգավիճակում, մենք պետք է խոստովանենք, որ ինչ որ իմաստով եւ ինչ որ մի տրամաբանությամբ եւ ինչ-որ դիտանկյունից երկար ժամանակ մենք ձեզ Ղարաբաղում ենք պատանդի կարգավիճակում պահել։ Այսինքն այն ամենաբարդ բանը մարդու համար անորոշությունն է, ամենաբարդ բանը անորոշությունն է, թե ինչա լինելու վաղը։ Այն մարդը, որը չգիտի, լավ չի պատկերացնում, թե ինչա լինելու վաղը, այդ ամենածանր բանն է եւ դուք, ես կարծում եմ, ամենալավը գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Մենք դեգերումներին պետքա վերջ տանք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։